Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Սարուխանյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք դրա վերաբերյալ։ Այսօր փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը Աբու Դաբիում էին։ Այնտեղ նրանց շնորհվեց մրցանակ եւ երկու երկրների պատվիրակությունները հանդիպում անցկացրեցին միմյանց հետ։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն Հայաստանում շատ մեծ մտահոգությամբ եւ անվստահությամբ են հետեւում Ալիևի ցանկացած հայտարարություններին եւ գործողություններին։ Հարցս ինչու՞մն է խնդիրը, որ վստահության այդպիսի դեռ չեն վստահում։ Երևի թե Ադրբեջանում էլ չեն վստահում Հայաստանին, Հայաստանն էլ չեն վստահում, Հայաստանում էլ չեն վստահում Ադրբեջանին, եւ իմ հարցը մեկ այլ հարց եմ ուզում տալ։ Ումից է կախված, եթե միայն Թուրքիայից է կախված եւ Ադրբեջանից, ասում եք այդպես, կամ կա արդյոք որևիցե ուժ, որի դեպքում ես ասեմ ումից է կախված, որ Թուրքիան կշարունակի վտանգ ներկայացնել Հայաստանի համար, կամ հակառակը դադարեցնի իսկապես, դադարեցվի այդ վտանգի գոյությունը Հայաստանի համար։ Թուրքիայից, եթե ասում եք Թուրքիայից, նաև Ադրբեջանից, համեցեք։ Շնորհակալություն։ Ամենակարևորը վստահության խնդիրը է, դուք ասացիք ինչից է կախված, որ այս կամ այն պետությունը միմյանց վստահեն կամ կոնկրետ հենց Ադրբեջանին կամ Իլհամ Ալիևին։ Գիտեք ինչ կա, աքսիոմայի նման է հնչում, երբ որ մենք ասում ենք, չի կարելի վստահել հոտը գայլերին, չի կարելի վստահել եւ վերջ։ Այսինքն մենք ասենք դեղնակտուց գործիչ կարող առաջանա եւ ասի չէ, ես կվարժեցնեմ եւ գայլերը կպաշտպանեն հոտը, ասենք չեն ոչ մեկին վնաս չեն տա։ Դա աբսուրդ է, դա չի կարող տենց լինել եւ դարերով հազար ինչքան մարդ արարածը գոյություն ունի, այդ կան ինքը գիտի, որ չի կարելի գառներին վստահել գայլին։ Հիմա այս մեր նոր ելուկը Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ ինչ դրդապատճառներով ինքը տենց հավատարիմ է, ասենք մնում խաղաղությանը գայլի հետ եւ ուզում է մեր հոտը վստահի գայլին, որ ինքը էլ չի հարձակվի, դա շատ նման է 100 տարի առաջվա մեր պատմությանը, որ բոլշևիկ հայերը ասում են այս թուրքը ուրիշ թուրք է, սա արդեն բոլշևիկ կարմիր դրոշով թուրքն է, կանաչ դրոշով, ասենք Օսմանյան կայսրությունը չի։ Եվ այս նույն բանը կրկնում են։ Ես նայում եմ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, գուցե բառապաշարը մի քիչ փոխված, բայց մեկիկ 100 տարի առաջ եղած նույն սցենարն է գնում։ Հայերին կոտորելը, Շուշիում կոտորելը, այսինքն հողերը հանձնելը, թուրքը այլևս ուրիշ է, պետք է նույն բանը, այսինքն գոնե սցենարները մի քիչ փոխել։ Այդ մեկ։ Ինչ վերաբերում է դա մեր ներքին սպառման համար, մենք հասկանանք Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, որ չենք հասկանում, կան մի քանի տարբերակներ, մեկն ասում է սա արյունով թուրք է, դրա համար ես հասկանում եմ այդպես մարդկանց, որ ես ընդունում եմ, ասենք, եթե արյունով մի հայ հայտնվեր Ադրբեջանի ղեկին, երևի նույն բանը աներ եւ Ադրբեջանը կամաց տաներ քայքայման։ Ինչ ասել է արյունով թուրք է։ Ինչ ասել է Այդպես են ասում, ես ասենք տարբերակներից մեկ ես ուզում եմ գուշակեմ, ինչից դրթված են նա անում դա։ Մեկն ասում է արյունով թուրք է, դրա համար ասենք թուրքամետ քաղաքականություն է վարում։ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Փաշինյանը։ Մյուսը կարող է մտածի, որ ասենք շատ միամիտ է, հա։ Սա այն մարդկանցից է, որ նոր ելուկներից, որ ասում են, չէ, գայլերը այլևս գայլ չեն, շո, ասեն սան գերխեղտ են։ Շո, բարձավ։ Այսինքն մյուսը կարող է ասի հոգեկան հիվանդ է, այսինքն տարբեր բաներ, ասենք գուշակություններ են անում, որ
հիմնավորեն ինչի համար է ինքը այս քաղաքականությունը վարում։ Սա մեր ներքին սպառման, ես նորից եմ կրկնում, որ քանի որ մենք հայերս մի քիչ քաղաքականապես թող չնեղանան ոչ մի հայ, միջին մագաղ, քաղաքականապես շատ անգրագետ ազգ ենք։ Այսինքն մեզ համար դուր շոուի մասնակցենք, ինչքան ուզես։ Նիկոլ թե եկեղեցի, ուրեմն KGB-ի երկու գործակալական ցանցի երկու վարչություն իրար մեջ շոու են անում, մարդիկ էլ հետում են, դուք տեսել եք, ասենք, եկեղեցուն պաշտպանող մասսան, որ գնում ընդ կայնում է։ Կամ Նիկոլին պաշտպանող, իբր Նիկոլ ուզում է բարելավումներ անի եկեղեցիում, չէ՞։ Նայում ես դեմքներին, ասում ես, ասենք, իսկ մուսուլման էլ չեն, որտեղ ոչ Եհովայի վկա են, ոչ մուսուլման են, ոչ բուդդիստ են, առաքելական եկեղեցու հետևորդ, որ հաստատ չեն, որտեղ դեմքներին նայում ես եւ զարմանում ես, ասենք, առհասարակ Աստծո հետ ի՞նչ կապ ունեն այս մարդիկ, թեկուզ ասենք ինչ-որ մի այլ կրոնի, բայց հայացքների մեջ Աստծուն ենթակա վարմունք տեսնես, թե մի կողմից, թե մյուս կողմից, ես կրկնում եմ, եւ դրա համար մարդիկ ման են գալիս Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարված քաղաքական չես գտնի, որն էլ կպցնես իրան հիմնավորում կունենա, բայց արտասահմանցիները, այսինքն այլ քաղաքակիրթ աշխարհին նորմալ քաղաքականություն հասկացողները ինչու չեն վստահում Ադրբեջանին կամ մի հստակ բանաձև դու վերցրեցիր 4000 տարուց ավել արմատ ունեցող մի բնակչության արմատախիլարեցիր եւ չասեցիր կներես այսինքն ներողություն բառը չի հնչի սա նշանակում է որ 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն է սա թեպետ եւ որպես արձագանք բայց դրա շարունակությունն է այսինքն թե թուրքը թե ադրբեջանցին իր ձակը ասենք ասենք աճած ձակը արդեն վարում են հայատյաց քաղաքականություն ըստ Ալիևի ուրեմն պետք է մի քանի տարի առաջ երբ որ կատալոնացիները հարց բարձրացրեցին անջատվելու Իսպանիայից պետք է ուղղակի կատալոնացիներին բոլորին լցեին ծովը հեռացեք եւ վերջ մի քանի տարի առաջ 1%-ի տարբերությամբ 49-ը 51 մի տարի չէ կներեք մոտ մի 10 տարվա ընթացքում ես թիվը հստակ չեմ հիշում երբ որ շոտլանդացիները հանրաքվե արեցին անկախանան Մեծ Բրիտանիայից թե ոչ եւ 1%, 2%-ի տարբերությամբ որոշեցին մնալ կազմում այսինքն վտանգը կար չէ որպեսզի հաջորդ անգամ հանրաքվեի ժամանակ նման պատկեր չլինի ուրեմն պետք է անգլիացիներն էլ շոտլանդացիներին լցեին գետը հա կամ ծովը իսկ ինչ քաղաքականություն է իսկ ինչ պահվածք է եւ քաղաքակիրթ նորմալ մարդիկ դա տեսնում են ասում են սա այն բարբարոսն է որ եկել է այն խեղճ ու կրակ Նիկոլն էլ ստիպված խաղաղություն է մուրում հա մուրում ես դու ու քեզ խաղաղության չեն գնում դու հələ մի հատ ասա ինչու՞ է կայանում քո մեղքը Հայաստան ջան որ դու մուրում ես Թուրքից խաղաղություն իրանք պետք է մուրան իրանք պետք է ասեն խնդրում եմ ես ձեր պահանջները ցեղասպանության առումով ինչ կլինի մի քիչ պակասացեք չէ որ հարևան ենք լավ ինչ եղել այն ժամանակին լավ ոնց որ մի բան կմտածենք փոխհատուցման ձևեր ինչ որ մի ձև բայց իրանք պետք է մուրան դուք պատկերացնում եք ասենք մի ավտովթարա տեղություն չեմ ասում դիտավորյալ սպանություն ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի մի ավտովթարի ժամանակ ինչ որ մեկը զոհվել է եւ այդ զոհվածի ծնողները կամ զոհվածի ընտանիքի անդամները գնան ավտովթարի ենթարկողից խաղաղություն մուրան այն նա պետք է գա մուրը նա պետք է գա ասի ես սպանել եմ մի մարդ Ինչով եք բացատրում որ ձեր ասացի հակառակն է ասեմ ձեզ որովհետեւ ավանդական այս տարածքում ռուս թուրքա բոլշևիկյան ռեժիմը հաստատվելուց եւ NKVD-ից սկսած մինչ օրս տիրում է
հետո դարավ Հայաստանում Հայաստանում եւ Ադրբեջանում եւ այս տարածքում տարածաշրջանում ուրեմն սկզբից NKVD հետո դարավ KGB հիմա FSB կապ չունի ես պայմանական բոլորին KGB են կոչում այսինքն իրանց գեբեշնիկները այսօր Հայաստանը իրականում սեփական ազգային կառավարություն չի ունեցել եւ շարունակել է կատարել ուղիղ այն հրահանգները ինչ որ Կրեմլից իրան նստացել են ասել են կանգ առարա մի գնա առաջ կանգ են առել ասել են Նախճիվան չմտնեք չեն մտել հիմա ասել են բանը տվեք Արցախը տալիս են նույն ձևել Ադրբեջանում էր ասել են ձեներդ կտրեք հələ վեր ընկեք տենանք ոնց ենք թանգով ծախում Արցախը ձեր վրա Ալիևը եւ իր որդին KGB-շնիկ են եւ դրա մասին ախր գիտեք ոնց է պարզ երևում է դա եւ այսօր տեսնում եմ ասենք թևերը քշտած իշխանության են ձգտում եւ միայն Նիկոլ Փաշինյանին են մեղավոր ճանաչում հանկարծ չմտածեք ես հիմա Նիկոլ Փաշինյանի փաստաբանն են կամ պաշտպանը այսինքն այս եղած խնդրը պրիմիտիվացնում են երբ որ անձին են մեղադրում հասկանում եք մեղադրողներն ովքեր են նույն Կրեմլի ենթակա այլ թիմ այլ թայֆա ընդամենը աթոռատ կռիվ են տալի դրա համար իրանք չեն կարա գաղափարախոհչական որևէ հակասություն ասեն որևէ հակամարտություն նշեն որևէ ասենք Հայաստանի զարգացման վեկտորների վերաբերյալ ինչ որ նոր բան ասեն այսինքն այդքան ես չգիտեմ քանի այդ նկարի մեջ քանի մարդ կար քաղաքական գործիչ կար դրանց բոլորի թելերը ներողություն գնում է Կրեմլ այո բոլորին բացառությամբ մի քանիսի որը կարող է պատահի ընդամենը որպես օգտակար գործոն օգտագործում են ում կողմից նույն Կրեմլի գործակալներ այսինքն էլի դուք համարում եք այնտեղ այո բացառությամբ մի հոգուց Վարուժան Ավետիսյանից բայց Վարուժան Ավետիսյանը լինելով այսօր կալանավայրում գուցե միջնորդավորված այլ կազմակերպության բանով ասենք թույլ չեն տալի որ ինքը ասպարեզ դուրս գա եւ ինքնուրույն գործի Վարուժան Ավետիսյանը բայց մենք նորից ես կրկնեմ իմ հարցազրույցներից մեկում եւս դա մատնանշեցի չէ որ ընտրությունը պետք է կատարվի քաղաքական ուժերի միջև ոչ թե անհատների որոնք այնտեղ Այս դրա համար եմ ասում թե Վարուժան Ավետիսյանին որ քաղաքական ուժը կսաթարի եւ կստացվի կարծես թե Վարուժան Ավետիսյանին են ձայն տալի բայց իրականում այդ քաղաքական ուժը միջնորդավորված էլի Կրեմլի համար կաշխատի Դիզայնս բոլորը կվիրավորվեն ենթադրում Թող վիրավորվեն Ինձանից արդեն են վիրավորված որովհետև մեր կազմակերպությունը մի քանի անգամ հայտարարել է իր դիրքորոշումները որովհետև այդ կազմակերպություններից ոչ մեկ չկա որ հստակ նշի որ Հայաստանի թիվ 1 թշնամին դա Ռուսաստանն է ոչ մեկ չեն այդ 20 քանի հոգի էին այդտեղ ոչ մեկ չի հայտարարում բացի Վարուժան Ավետիսյանից թող ասեն բայց մենք քննարկում ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստանին սպառնող վտանգների մասին ես ավելի շատ վախենում եմ Ռուսաստանից սպառնող վտանգի մասին որովհետեւ Թուրքիա եւ Ադրբեջան ինքնին որպես գործոն առանձին Հայաստանի դեմ գործող չեն ցանկացած փուլում երբ որ Հայաստանը տուժել է թուրքերի ադրբեջանցու զենքից թուրից հրացանից փամփուշտից Ռուսաստանի մատը մեջը խառն է եղել Եվ այնիմ առաջին հարցը ումից է կամ ինչից է կախված, որ Թուրքիան լինի շարունակի վտանգ ներկայացնել Հայաստանի համար կամ դադարի վտանգ ներկայացնել Հայաստանի համար, որը կլինի այդ գործոնը, որից կախված է Թուրքիան շարունակում է գործոն լինել, շարունակում է վտանգ ներկայացնել Հայաստանի համար, թե դադարեցնում է իր Ես ասում, չի կարա դադարեցնի, գայելը չի կարա դադարեցնի գառներին
չվնասել։ Այդ դեպքում դուք պարզապես վախեցնում եք ամբողջ հայ ազգին։ Ասում եք սատկացնել է պետք։ Ոնց վախեցնում եք։ Ի՞նչն է վախեցնում։ Ինչ պետք, ասեք, ալտերնատիվը ասեք, ինչ պետք պետք է է արվի։ այդ երկու կայսրությունը գոնե Հայաստանի համար։ Գոնե Հայաստանի համար։ Ես չեմ ասում մնացածը, օրինակ, չգիտեմ ինչով կարող է վնաս տա Հյուսիսային Կորեան մեզ կամ Վենեսուելան։ Միջնորդավորված, այո, քանի որ իրանք այդ ակումբի անդամ են դառնում, արդեն մեզ համար վնաս է։ Ինչքան այդ ակումբը մեծանում է, ասեն որ ակումբը։ Բռնատիրական ռեժիմների ակումբը։ Այսինքն Ռուսաստան, Թուրքիա, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Բելարուս, Ադրբեջան, Վենեսուելա, մոլայական Իրան, մոլայական այդ որորվանից է Հայաստանը դառը մոլաների ջատագովը, որին լսում եք այդ ռուսական կայսերապաշտ, որովհետև ռուսների դաշնակիցն է մոլան։ Այդ որորվանից է մոլայական Իրանը դառը Հայաստանի, ասենք, համար օգուտ երկիր։ Իսկ չեք պատկերացնում, որ ասենք Իրանը լինի այլ կրոնի։ Այսինքն դուք տեսեք, ինչ կրոնին ներողություն, թե երկիրը երկիր, այո, ռեժիմ։ Նաև կրոնի, այո։ Նաև կրոնի, որովհետև մենք տեսնում ենք, որ Իրանում միլիոնավոր մարդիկ իսլամական այդ դրոշը գցել են եւ արյուծով ու արևով դրոշներ են բարձրացել, դա իրանց կրոնի հիմնական խորհրդանիշներն են։ Այո, մարդը իսլամից հրաժարվում է։ Հենց իսլամից է հրաժարվում, ինքը չի ասում կոնկրետ մոլայից, այդ մոլայից։ Ինքը չի եկի ասում Նիկոլ Փաշինյանը վատնա, այսինքն Ալի Խոմեյնիին վատնա։ Ինքը ասում է ամբողջ ռեժիմը վատնա։ Իրանք բարձրացնում են Իսրայելի դրոշը։ Իրանք բարձրացնում, նայեք, 2 հոգի չի, 5 հոգի չի, 5000 հոգի չի, դու չգիտեմ 500,000 չի։ Միլիոնավոր ամբողջ Իրանը ծայրից ծայր բարձրացնում այդ դրոշը։ Այսինքն իրանք հրաժարվում են թե մոլաներից, թե այդ կրոնից։ Եվ կան մարդիկ, կան չէ, այդ ցուցակից որին նայում ես, այսինքն նայեք, մեկը չեղավ, որ ասենք ռիսկով ասի, Իրանում պետք է փոփոխություններ, Իրանը գնում է դեպի ազատություն, Իրանը գնում է դեպի ինքնուրույն քաղաքականություն, եւ Հայաստանի փրկությունը փրկված Իրանն է, ոչ մեկ չի ասում, եւս մեկ ապացույց, երբ որ ասում են բոլորը, Կրեմլի գործակալներ են, որովհետև Իրանը այսօրվա մոլայական Իրանը Կրեմլի հավատարիմ ախպերն է։ Իրանք Կասպիով իրանց շրջանցում են այդ էմբարգոները Ռուսաստանի նկատմամբ։ Իրանք Իրանից շահեդներ են ստանում եւ ուղարկում են Ռուսաստան։ Իրանք մեկը մեկին զինում են։ Եվ մյուս ալտերնատիվ ոչ ծովային, ասենք Հնդկական օվկիանոսով, այլ ցամաքային ճանապարհով մյուս եղբայր Թուրքիայի հետ կապը ուզում էին ապահովեին Զանգեզուրի միջանցքով, ուշադրություն, Զանգեզուրի միջանցքով։ Եվ այսօրվա ջատագովները, ովքեր հելում են Թրիփի ճանապարհի դեմ, վայնասուն են բարձրացնում, ոչ մեկ այդ ցուցակից ոչ մեկ չհելավ ու չասեց Թրիփի ճանապարհի ժամանակ, երբ որ ասում էին, չհելավ չասեց, որ Զանգեզուրի միջանցքը չպետք է լինի։ Դա մի հատ էլ ապացույց։ Մի հատ հիմա կանգնենք այստեղ եւ Թրիփի եւ Զանգեզուրի միջանցքի, դուք ասում եք Թրիփին պետք է ասել այո, Զանգեզուրի միջանցքին ասել ոչ։ Չէ, ես ճիշտ հասկացա։ Որովհետև տիրություն անող քանի որ տարածքը նույնն է, այդ 42 Թրիփի ճանապարհը տիրություն անող Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Զանգեզուրի միջանցքը տիրություն անողները, երբ որ այս նույն մարդիկ, որ Թրիփի ճանապարհի վերաբերյալ բացասական են վերաբերվում, Զանգեզուրի միջանցքի համար շատ դրական են վերաբերվում։ Հələ ընդհակառակը, գիտեք ինչ կա, մեր ժողովրդին հանգստացնում են։ Ժողովուրդ ջան, մի անհանգստացեք։ Մի անհանգստացեք, դա թուրքերի ճանապարհը չի։ Այդտեղ վերահսկելու է Facebook։ Այսինքն հենց ավելի վատ էլի։
Դե այստեղ արդեն Փաշինյանի կողմնակիցները ձեզ կհիշեցնեն, որ Փաշինյանի շնորհիվ Զանգեզուրի միջանցքը չեղավ, այլ եղավ Թրիպը։ Ես կներեք, որ ես Նիկոլ Փաշինյանը Թրիպի ճանապարհ դառնալու հետ բացարձակ ոչ մի կապ չունի, զրոյական։ ով կապ ունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսինքն գնում է մեծ, ասենց ասենք, տարածաշրջանային ռազմաքաղաքական պատերազմ։ Շատ ժամանակ, այսինքն մեր ականջներից կամ մեր վերլուծությունից հեռու։ Ուղղակի ուշադիր մարդը ով զբաղվում է դրանով եւ ինֆորմացիաները հավաքում, ինքը տեղյակ կլինի, որ Զանգեզուրի միջանցքը անհամեմատ կուժեղացներ այդ, ասենց ասենք, բռնատիրական ռեժիմների այդ դաշինքին, այդ ակումբը կուժեղանար։ Զանգեզուրի միջանցք ասելով դուք երևի նոյեմբերի 9-ի ձևաչափն եք ասում, որտեղ պետք է Ռուսաստանի սահմանապահները կանգնեին, իսկ Թրիպը դուք ասում եք հայ-ամերիկյանի դեպքում, բայց նույն հատվածի մասին է խոսքը։ Դուք խոսում եք, որ տրամաբանությամբ եղավ։ Մենք տիրություն անողների մասին ենք խոսում։ Եվ ում միջև է այդ, եթե դուք ասում եք Հայաստանը, այստեղ ոչ մի դերակատարում չի ունեցել։ Բռնատիրական ռեժիմների ակումբը իդեմս Ռուսաստանի եւ որին միացավ նաեւ Թուրքիան այդ Զանգեզուրի միջանցքի հետ կապված եւ Ադրբեջանը, անգամ այն աստիճանին, ասենք, թուրքերը ոգևորվել, որ ասենք Զանգեզուրի միջանցքը արդեն վռազելով անունը դնում էին Թուրանի դարպաս։ Դե անցյալով եք ասում, հիմա էլ են ասում։ Չէ, այն ժամանակ շատ հստակ Արտեմ Էրդողանից էր հնչում դա, արդեն այնց էին Բայց հիմա եւս ասում են, ահա, այս ճանապարհը կգործի եւ էլի մենք կվերականգնենք այդ։ Եվ ինչ կատարվեց, Տրամպը եկավ դրեց թաթը ձեռքին։ Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը կարծես թե շարունակում են Իրանք հա շարունակելու են, ես ասում եմ դրանք եւ անվանել Զանգեզուրի միջանցք, բայց նաեւ համաձայն լինել Թրամփի ուղի կոչման։ Ոնց են իրանք արդարանում։ Ինչու՞։ Զանգեզուրի միջանցք կոչելով դա։ Ընդամենը իրանք ասում են դա սա ներքին սպառման համար է, մենք որ դա Զանգեզուրի միջանցք ենք ասել, մի անգամից չենք կարող պատտասնենք եւ մեր հանրության ասենք որ արդեն Թրիպի ճանապարհ է, որովհետեւ յուրաքանչյուր անվանման տակ հետևից գալիս է դրա փիլիսոփայությունը, դրա, այսինքն այդտենց են արդարանում իրանք։ Ես կրկնում եմ, եթե մենք ի վիճակի լինեինք Զանգեզուրի միջանցք կոչածը կամ Թրիպի ճանապարհը ինքնուրույն պաշտպանելու դա, ինքնուրույն դնենք, ասենք սա մեր բանն է, տարածքն է, տո կուզենք ճամփան կտանք, տո կուզենք չենք տա, ուրեմն մեզի Թրիպի բանն էլ պետք չէ ճանապարհը։ Մենք ինքներս կանենք։ Եթե մենք լինեինք քաղաքակիրթ աշխարհով, ասենք շրջապատված, այսինքն ենթարկվեինք հարևանների կողմից էլ նաև միջազգային բոլոր ուրեմն դրույթներով ճանապարհների, օդային ճանապարհների կամ վերգետնյա ճանապարհների միջազգային օրենքներ կան, չէ, ասենք որ տրանզիտային փոխադրումները պետք է ապահովի։ Եթե մենք լինեինք նորմալ երկրներ, բայց քանի որ իրանք արդեն ասում են դուք Հնդկաստանից եկվորներ եք, քանի որ դուք ասում են որ դուք արևմտյան Ադրբեջան եք, արդեն այդ վտանգը կա։ Եվ մենք տեսանք որ Ռուսաստանը մեզի պաշտպան չի։ Մենք տեսանք Արցախի օրինակով որ իրանց պաշտպանության նախարարն էր, ինչ որ մի լրագրող չի գնաց, ոչ մի հատ գնդապետ, որ ընդ ականատես է եղել, ուղղակի կային։ Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Դա իրանք կոչում էին, չէ, աշխարհի երկրորդ հզոր բանակը։ Եվ այդ երկրորդ հզոր բանակի նախարարը գնում է Անկարա Եվ Անկարայում ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակին ասում է համատեղ գերազանց կատարած օպերացիա Ղարաբաղում, համատեղ ռուս-թուրքական, պրյամ ասում է։ Այսինքն ես ոնց վստահ եմ իրան, որ մի հատ գլուխ կողամ, ասեմ ՖՍԲ-ն բանան, հսկելու է արխային եղեք, թուրքերը բան չեն անի։ Որ երրորդ անգամը, որ դարից սկսեմ թե քանի անգամ են ռուսները քաշում են։ Լավրովը այսօր կարծեմ թե կամ երեք հայտարարեց, ասեց մենք մեր ընկերներին, դաշնակիցներին, Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային, Իրանին շարունակելու ենք պաշտպան լինել, չենք թույլ տա որ նրանց հետ ինչ որ բան պատահի։ Մադուրոյին հետ բեր։ Հետ բեր Մադուրոյին։ Ինչու է պայմանավորված այդ հայտարարությունը Լավրովի։
Ինչու է նա այդպես Ես ասեմ դες իլուր ամբողջ աշխարհի արդեն աշխարհը իրանց չի հավատում բայց քանի որ Ռուսաստանի բնակչության մեծ մաս քաղաքացիներ ճշող մեծամասնություն այսինքն ինֆորմացիոն այլ աղբյուրներ չունեն բացի իրանց ORT-ներից ու պետական ասենք այդ թույնավոր ալիքներից իրանք կարծում դա ներքին սպառման համար է որ իրանց քաղաքացիներին ասենք մարտական ոգի բարձր պահեն այն Ռուսաստանը արա հարձակվել են էլի բորենիները սա Ռուսաստանի վրա սրբազան Ռուսաստանը սա իր անգերներ ինչի հլնայք համեմատենք էլի եկեք տենանք այդ իր դաշնակիցներին որ ասում չենք հանձնի յուրաքանչյուր պետությունը ինչ ռեժիմի պետություն է եղել Մադուրոն Բաշար Ասադը Իրանը ինչ ռեժիմներ են դրանք ժողովրդական նորմալ ռեժիմներ են թե մի պետություն Վենեսուելա որ ասենք մոլորակի կեսը ինքն էր բանանում սպասարկում նարկոտիկներով բայց դուք ուրիշ թեմայի մեջ ես վերադարձնում եմ ուզում ասեմ Ռուսաստանը հայտարարում է որ Հայաստանի շահերը շարունակելու է պաշտպանել Հայաստանին ինքը դիտավորել գցում է այդ երկրների շարքը որ պախտորի ահա որ պախտորի Վենեսուելայի ես սովորական ասենք իտալացի մարդ եմ նայում եմ Արադե ասում դες հայերը լավն էին կարծես Արադե բայց հələ նայ ում անգերներն են հա Վենեսուելայի որ մոլորակ ես դրա համար եմ օրինակը բերում թե ինչ Վենեսուելա որ մոլորակի կեսը թույնում է Ամերիկա Տրամպը միջև հարձակումը Վենեսուելայի վրա ինքը ինչ ասեց ինքը ասեց Մադուրոն 300 պատճառը ինքը սպանում է տարեկան 300,000 ամերիկացի իր նարկոտիկներով հələ այն չսպանվածները մի կողմ որ միլիոնավոր ասենք իր նարկոտիկներով են օգտվում բայց 300,000 տարեկան ինքը սպանում է իմ քաղաքացիներին նստացնում է ասեղի վրա ինքը թշնամի է ինքը պատերազմ է հայտարարել այսինքն դուք համարում եք որ Լավրովը այս հայտարարությունն արեց ներքին թե արտաքիններ դե լսում են դուրսը նրա համար էր նաև որ հեղինակազրկի Հայաստանը Չէ, Հայաստանը չի խնդիրը Հայաստանին էլ հետ է նայեք յուրաքանչյուր արտահայտություն ունի մի քանի թիրախ Հիմնական թիրախը իր ներքին սպառման բանն է, որ մենք ենք որ կանքելը, բայց ճիշտ արդեն ծիծաղալի է, դրսում ճիշտ է, դու ասես դրսում լսում են, հա, լսում են, բայց արդեն ծիծաղում են, իրանց ոչ մեկ էլ չի հավատում։ Իրանց մի մաս որ մնացել է հավատացող, դա Ռուսաստանն է։ Որպեսզի ամփոփենք այս առաջին հատվածը մեր զրույցի իմ այն հարցին թե ումից կամ ինչից է կախված Հայաստանը դե մենք սկսեցինք նրանից իմ հարցից մեջ կար որ ճիշտ է հանդիպումներ լինում են կարծես թե կարգավորվում են հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բայց Հայաստանում կա այդ անվստահությունը եւ իմ հարցը ումից կամ ինչից է կախված սպառնալիք է շարունակելու մնալ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի համար թե դադարելու է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար նույն Թուրքիան ումից կամ ինչից է կախված այո միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է կախված ահա միայն ու միայն եւ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններ այսօրվա չափված ձևած եւ չվռազելով մինիմալ այրահեղությամբ ասենք ինքը կողմնակից չի տեսեք Մադուրոին ոնց վերջացրեց մինիմալ այրահեղություն Իրանում Պրոցեսներ են հետում 100 անգամ զգուշացեց ասեց սեփական ժողովրդի մի սպանի առայժմ հələ Ամերիկայի զենքից ոչ մի իրանացի չի մահացել անգամ պատերազմ 12 օրվա պատերազմի ժամանակ Իսրայելի զենքից էլ գուցե եւ մի քանի հոգի ասենք բայց ոչ դիտավորել Չէ զոհվածներ եղել են իհարկե բայց շարունակեք Այսինքն թիրախը չի եղել այդ հանրությունը պետությունը վարիտանու վերջացնել բայց այդ պետությունների ներկայացուցիչները միլիոնավոր մարդիկ են սպանում, հազարավոր, տասնյակ հազար, 100,000-ավոր մարդիկ են սպանում։ Լինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն են, ձեզ կարծիքով երաշխավորում այստեղ խաղաղությունը։ Անգամ եկել են Հայաստանին ապահովություն են առաջարկել, եկել են Հայաստանին օգնություն են առաջարկել եւ այսպես կոչված արևմտամետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է։
ասում է չէ, ռուսը մեր լավ Այսօրվա մասին եկեք խոսենք, այսօր էլ նույնն է։ Նույնը։ Այո, ինչ արել։ Ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի կողմից մի հատ կատարած գործողություն։ Ես մեռա ասելով, թուրքերին չի կարելի վստահել։ Չի կարելի, մենք չգիտենք, Թուրքիան կխփի, Ադրբեջանը, Ռուսաստանը, թե Ռուսաստանը արդեն սպառնում է։ Ես ասում եմ, եկեք քաղաք պաշտպանությունը զարգացնենք։ Իրանց էս պետք է չեն։ Անձամբ իրանք այս վերնախավը Նիկոլը իր շոբլիկներով իրանք ապաստարանները ունեն։ Պարոն Սարոխանյան, եւ որպեսի էլի այս թեմայի հետ կապված ամփոփում որպես միացյալ Թուրքիային սաստել, եթե կամ մի խոսքով Թուրքիայի վրա ազդեցություն Միացյալ Նահանգները ունեն այսօր ազդեցություն Թուրքիայի վրա։ Ռուսաստանը չունի։ Ռուսաստանը միայն մի պարագայում ունի, երբ որ հարցը վերաբերում է Հայաստանին հոշոտելուն։ Միա կարծիքին։ Այսինքն Միացյալ Նահանգները կարող են զսպող գործոն լինել, Ռուսաստանը կարող է հրահրող գործոն լինել։ Ու մենք ինչպես տենում ենք միշտ տենց է եղել։ Իսկ Հայաստանը որպես երկիր ինքը այդպես ինքը իր ճակատագիրը մենակ դիտում է թե ինչպես է զարգանում։ Ինչպես տեսնում ենք միայն դիտողի կարգավիճակը։ Անգամ սեփական ճակատագրի հանդեպ։ Այո, դուք չեք տենում Նիկոլ Փաշինյանի վարվելակերպը։ Ծվածեղներ այփում։ Դե դա եղել վերջացել է։ Այսօր նա Աբու Դաբիում Ալիևի հետ բանակցում է։ Բեզարում աստե սաղորը վերենգած։ Բա գնում է այդում է բարևատալի մի հատ էլ փաթաթվում պաչվում է, ասում է գործ անում։ Ինչ գործ ես արա այդ տղա։ Քեզանից բան կախված չի։ Քեզանից մի բան է կախված։ Էս ինչքան օլիգարխներ կան, այ ում դեմ դու սենց ասենք հեղափոխություն ես արել։ Միլիարդները 30 տարվա միլիարդները դրանց տակ է։ Վեկալ դիր, ապաստարաններ սարք, արա, ազգդ փրկի։ Մենք չգիտենք որից է հարվածը գալ, բայց դու սարքի դա։ Երբ որ օրինակ ես բերում, ասում է, հեն էսի Իսրայելը պաշտպանում, էսի ջհուդը։ Արա, այդ մարդիկ հազարից ավել իրանական հրթիռներ ընկան Թել Ավիվի վրա։ Զոհվածների թիվը կարող եք ասել։ 28 հոգի։ 28 հոգի, արա, դուք մտածում եք դուք։ Այսինքն 1000 հրթիռ ընկավ, գոնե 1000 հոգի մեռնեին։ Ոչ թե մի փամփուշտ է, մի հրթիռը մի մարդ սպանել։ Գոնե չէ, ուզում եք ասեք կարող էր այդքան։ Չէ, գոնե եսի նկատի ունեմ, եթե հրթիռը որպես հրթիռի տեսակետի, չէ։ Պետք է գոնե մի մարդ մզով էր։ Չէ, 28 հոգի։ Գիտեք ինչից է։ Որտեղ այդ պետությունը իր ազգին սիրում է։ Ինքը ամեն ինչ անում որ իր ազգը սաղմնա։ Դու Նիկոլ Փաշինյան, արև մտամ հետ ես։ Արա եկան արա մարդիկ ասում են ինչով օգնենք, ասում են ոչ մի բանով։ Արա ասա ես ունենք, գուցե սպայն չենք կարա պատերազմենք Թուրքիայի դեմ։ Ջեյդի Վենսն է գալիս։ Գալիս են նորից ականջները քաշի։ Նորից ականջներ Նիկոլ Փաշինյանի, որ հանկարծ իր KGB-ական ներքուս տեղած այդ իր պրոգրամեն չաշխատացնի։ Կամ եթե աշխատացներ մի երկու բան հստակ հիշեցնի։ Որ վաղը մյուսօր որ KGB-ից, Կրեմլից գալու են ճաղեն քեզ մեջտեղից, որ էլի շանս ունենաս մենք փրկենք քեզ։ Չընկնես Ռուբեն Վարդանյանի օրը, չընկնես այս ինչի օրը, մյուսի, որ մեկին օրինակ բեմ լիքն են, քանի հոգու են, ինչքանն էլ չգիտենք։ Դու այս սա արևմտամ է, հա։ Ուրեմն ինքնապաշտպանության համար այդ մարդը, նայ հայ տղական Ռուսաստանի քաղաքներից մեկում սեփական կաֆե ունի։ Եվ ընդ հայ հերոսների նկարները իր կաֆեում կախել է։ Թուրքը մտել է անպատվել է այդ նկարներին։ Կռիվ է եղել, ասենք կռվի մեջ սպանել է։ Հաշվի չառնելով այդ տղային 10 քանի տարի դատում են։ Ինքը էքստրադիցիա բերում է Հայաստան։ Արա դու չես կոմ բաց թողես դրան։ Արա Սաֆարովը քնած օֆիցերից սպանել են։ Սաֆարովը այսօր ազատման է գալի հերոս կոչում ստացած, բնակարան ստացած նվերներով, ու դու ինձ ասում ես գնա հետները խաղաղություն հաստատի, են տղեն ընդեղ ազատման է գալի, մեր տղեն դե բաց թող արա, բաց թող, պրոստը հեր հայտարի, ու ասա եթե դուք Ալիև, եթե դուք խաղաղություն եք ուզում, ես թողն ես դի բաց թողում, իրա վերաբերմունքը տես, սա ուրեմն ծրագիրը հստակ տանում է ում է պետք լարվածություն եւ վախ։ Դուք ինձ ասում եք հայ ժողովրդին վախեցնում եք, ոչ, վախեցնում է Նիկոլը։
Նիկոլը նրանով է վախեցնում, որ ինքը վախկոտ է էությամբ ու այդ վախերը ներշնչում է մարդկանց։ Որ գիտեք ինչ կա, եթե խաղաղություն չմուրանք, մեզ կկոտորեն։ Եթե խաղաղությունը չլինի, սենց կլինի, նենց կլինի։ Այսինքն ինքը արդարացնում է իր խաղաղություն մուրալը, բայց այնինչ այդ խաղաղություն մուրալը հանձնարարական է, ինքը պրոստը մուրում է։ Ադրբեջանն էլ հանձնարարել են, գիտես ինչ կա, հələ որ պահպանի այդ վիճակները, վախի, յանում ծանր, դու հել մի բանը քեզ համոզում են, որ բան անես։ Այնինչ ես հստակ գիտեմ, որ Ադրբեջանին կայնացրել են, որ Հայաստանի վրա չհարձակվեն, միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Հստակ զանգով ասել են, արա, դուք անասուն եք, թե ինչ եք։ Քանի անգամ պետք է ձեզ ասեմ, որ մի ժամանակ ասնում է, Պուտինը վրիքները աշխատում է, հարձակվի։ Են ասում, այ Պուտին ջան, դու ես վախում Ամերիկայից։ Ես քանի գլխանեմ նա հրանքը չկատարեմ։ Այսինքն նրանք էլ են կրակի մեջ, բայց իր էությունը, որ գայլային է, պահը որ ստացին, հաստատ հարձակվել են, պահը։ Պարոն Շահխանյան, գովազդ հայտարարենք եթերում եւ տեսնենք, որ այդ պահին, երբ որ նրանք ուզենան օգտագործեն այդ պահը, Հայաստանը ինչ պատրաստվածության աստիճան պետք է լինի, որ այդ պահին չհաջողի Ադրբեջանը, դա գովազդից հետո։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ։ Պարոն Սարուխանյան, մեր հարցազրույցի այս հատվածում երկու հարց, մեկը ինչ գովազդը ասեցի, այդ դուք ասում եք Թուրքիան եւ Ադրբեջանը սպասում են այդ պահին, այդ X պահին, երբ հարմար կլինի եւ իրենք շարունակեն իրենց ծրագիրը Հայաստանի հետ կապված, ես էլ հարցրեցի այդ X ծրագրին Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի, ճիշտ է, որպեսզի կարողանա դիմակայել։ Ինչից է կախված պատրաստ է Հայաստանը, թե ոչ, եւ երկրորդ թեման, որը կուզենայի, բայց հիմա ներկայացնեմ իմ հարցս եւ թեման ուրվագծեմ, երկրորդն էլ վերաբերում է ընտրություններին։ Դուք ասում եք, այո, դեռ իհարկե հայտարարած տեխնացուները ոչ բոլորն են այդ ցուցակների մեջ, այդ նկարում պատկերված քաղաքական գործիչներից հայտ ներկայացրել կամ հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին, բայց ամբողջ սոցցանցերում գնում են այդ նկարները եւ հարց բոլորը իրար այսպես տարածում են, թե ում կընտրեիք այս ընտրություններին, կարծես թե այդ բոլորը ընտրություններին մասնակցում են եւ իմ հարցն էր այդտեղ քաղաքական գործիչների ենք մենք ընտրում, թե քաղաքական կուսակցությունների իրենց ծրագրերով եւ այդտեղ հիշեցնեմ մեր լսարանին, որ դուք էլ հայտարարում եք, որ այդ պատկերում ներկայացված բոլոր քաղաքական գործիչները դրանք կառավարվում են Ռուսաստանից։ Իմ հարցներ բոլորը ձեզանից կվիրավորվեն, կնեղանան, կպահանջեն ապացույցներ եւ կլսենք, թե դուք ինչ եք ասելու։ Եվ այսպես X պահին Հայաստանը ինչից է կախված, որ մենք վստահ լինենք, որ Հայաստանը այդ X պահին պատրաստ է։ Ես այդ հարցին անդրադարձել եմ ձեր տաղավարում մի քանի անգամ, երբ որ ասել եմ Հայաստանին անհրաժեշտ է քաղաքապաշտպանություն, քանի որ մեր բանակի հզորությունը պետք է ազնիվ լինենք։ Ես ցանկանում եմ, որ ամենահզորը լինի, Իսրայելից էլ ուժեղ, այ ոնց որ Իսրայելը կարողանում է հեռավորության վրա 95 միլիոնանոց Իրանին կզծրած պայի, այսինքն ծնկի բերած։ Եվ մնացած արաբական երկրներին էլ մնացած սա բոլորը տեղերը նստած են։ Ես կուզեի, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի զենքի բազկի դիմաց եւս այդպես ծնկի բերած։ Դες կասեն Իսրայելի գունքին կանգնած է Միացյալ Նահանգները։ Քեզ ինչն է խանգարում։ Բայց քեզ ինչն է խանգարում, մարդիկ քանի անգամ եկան, հələ քարտեզի վրա նայեք, Հայաստանը չի երևում։ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարող է նույն արժեքը ներկայացնել, նույն գործընկերը լինել, ինչպես Իսրայելն է Միացյալ Նահանգները։ Ավելի հզոր։ Եթե Իսրայելը ընդամենը միջերկրական ծովի ափին ցած մի հատ հատված է, ապա մոլորակի պորտը այստեղ է գտնվում։ Բայց քանի անգամ ասել եմ, Ամերիկան նախ մի քանի հանգամանք կա, թե ինչի համար պետք է պաշտպանի Հայաստանին։ Նախ ինքը համարում է, որ Հայաստանը քաղաքակրթության ակունքներում կայնած մի պետություն է, մի ազգ է, թեկուզ լավ պետություն էլ չես հələ որ կայացած, բայց ազգը, այս ազգին երախտապարտ է, որ քաղաքակրթության զարգացման ակունքներում կայնած եղել հենց Հայաստանը։ Դա զգացմունքային է, ոչ քաղաքական։ Դա մեծ նշանակություն ունի։ Բացի այդ զգացմունքային է, իրանք չէ որ իրանց հասարակության մեջ դաստիարակում են իրանց քաղաքացիներին։ Իրանք ասում են, մենք շան որդիներ չենք։ Մեր պապերից եկած, ասենք, մեր քաղաքակրթությունը այս ազգից է եկել եւ մենք երախտապարտ ենք։ Այսինքն դա շատ մեծ նշանակություն ունի։ Մեկ, երկրորդն է պորտն է, ճանապարհը, այս մի հատ Թրամփի ճանապարհ կամ Զանգեզուրի Միջանցք, սա հոգի են տալի։ Այն Իրանը մատեր թափ տալի, հանկարծ այդ մարդ չանցնի, բան։ Մարդը թափ տալի, բայց այդպես մատեր թափ տալի, Ղարաբաղը վերցրեցին, Արցախը, առաջի հերթին ինքը վազեց Ադրբեջանին շնորհավորեց։ Այսինքն այդ մատ թափ տալը դա ձևական բաներ են։ Բայց իրականում որ արժեք ունի։ Հիմա աշխարհի հզորագույն, մոլորակի հզորագույն, երբևիցե մեր մոլորակի վրա եղած հզոր անգամ Հռոմի կայսրությունը այդ հզորությունը չուներ։ Ոչ Տիգրան մեծը, ոչ էլ թուրք սելջուկները։ Իրանք չէին կարա մոլորակ վերացնեին, բայց Ամերիկան կարա։ Մոլ պրոստը վերցնի ու վերացնի։ Այդ հզորագույն մարդկության ընտրել գալիս ասում արա ինչ անենք ձեր համար, ասում մեզի ոչ մի բան պետք չի։ Մեզ ոչ մի բան պետք չի։ Բայց այսօր գալիս է եւ ինչ որ բան պետք է, չէ՞, ինչ որ հարաբերություններ արդեն հայ-ամերիկյան կան։
Այսինքն այդ մարդիկ տեսան, որ այս հանրության վրա արդեն հույս դնել չի կարելի։ Ոչ թե իրանք շատ վատն են, այլ վատը դարձրել են։ Այնքան են ստրկա մտածել, որ այս մարդկանց հետարքիրը այդ օրվա իրանց հացը, հացն ու պանիրը։ Այդ օրվա հացն ու պանիրն է իրանց հետարք։ Երբ որ մարդկանց բացատրում ես խորը քաղաքական վերլուծությունների հետ, թե որ երկիրն է, որ քեզ պետքա բան, հեչ հետարքիր չի իրանց։ Երբ որ մարդը կարա գնա նորից այսքանից հետո Ռուսաստան գովասանքի, այսինքն եկա մարզը վեկալես, նվեր տվեց, դրա դիմաց, անգամ գիտես չկա, մարդը $10 էլ չտվեց ազգովի, ասել, գիտես չկա, լավ, այսօր գնացեք կաֆեները քեֆ արեք։ Պարոն Սարոխանյան, մենք պատասխանում ենք այն հարցին, թե ինչից է կախված Հայաստանը պատրաստ է։ Ես անհատը քաղաք պաշտպանությունը զրոյական վիճակ։ Այսինքն ինչ արեցին ներքին էլ չզբաղվեցին ինքնուրույն։ Ամերիկացիների օգնությունը չընդունեցին, սկանդինավական միջազգային խաղապահ ուժերի մերժեցին, ֆրանսիացիների բոլորին մերժեցին ու այսօր թողեցին Հայաստանին անճար վիճակում։ Այսինքն ռուսական եւ թուրքական համատեղ հերթական օպերացիայի դիմաց թողեցին անզոր։ Այսինքն ինչ կուզեն նկանեն։ Իրանց մտքով, այդ ռուս-թուրքական դաշինքի մտքով։ Բայց բավական է բնության մեջ ոնց է արյուծը, որ մի հատ մռնչում է, 4-5 կիլոմետրի վրա լսվում է։ Հիմա Տրամպի մռնչոցը, կանսենց ասենք Ամերիկայի մռնչոցները այնքան հզոր են, որ ռիսկ չեն անում հլգան։ Բայց ես վախում եմ մի դրվա, ես 1000 անգամ ասել եմ, կարող է շունը տիրոջը չճանաչի, մի պահ մոլորակում գա եւ մենք անզոր ենք մնացել, որովհետեւ այս տականքները ռուսական պատվեր են կատարել։ Հայաստանին թողել вообще անօգնական եւ դա արել են։ Մի խոսքով դուք ուզում եք ասեք այս պահի դրությամբ ներկայիս իշխանությունների պարագայում Հայաստանը չի կարող վստահ լինել, որ պատրաստ է չի կարող։ Այ Իրանը օրինակ ճիշտ է շատ ծանր խնդիրների առջև է կանգնած, բայց համենայն դեպս ինքը վստահ է իր ուժերին։ Գոնե ցույց է տալի։ Գոնե ցույց է տա։ Հայաստանը այդքան էլ չի անում։ Բայց համեմատելու բանը։ Շնորհակալ եմ, հաջորդ 5 միլիոնանոց երկիրը վախում է, չգիտի ոնց անի, ատամա պրոստը ցույց տալի։ Նրանք տեսան 12 օրում ինչ օր է գցի։ Բայց կարողացավ նաև խոցել։ Այն էլ անտեր, այն էլ դիտա իշխանություններ դիտավորյալ անտեր թողալու։ Ահա։ Դե չեմ համեմատում, իհարկե Հայաստանը չես կարող այսօրվա դրությամբ համեմատել, բայց գոնե միակ փրկությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ահա, այդ ձեր այդ վերջնական ձևակերպումներից պետք որ տեսնեմ ձեր կարծիքը։ Ընտրություններ ցուցակ թելերը, բոլորի թելերը Ռուսաստանի ձեռքում են։ Դա ճիշտ ասած, չգիտեմ, ինչպես կարող եք ապացուցել ձեր այդ կարծիքը։ Շատ սովորական։ Հիմա գիտեք ինչ կա։ Մենք հստակ տեսանք, գոնե վերջի մեկ տարի ընթացքում, քանի անգամ Ռուսաստանը հայ ժողովրդին որպես մսացու օգտագործեց, իրանց քմհաճույքները վաճառեց թուրքերի վրա, հետո վաճառեց ադրբեջանցիների վրա, հետո էլ չանդրադառնամ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում 1.5 միլիոն բնակչություն ունեցող տարածքից 1.5 միլիոն բնակչություն ունեցող, այսինքն կեսը կին են, կեսը տղամարդ, ցած միջինով, մոտավորապես եմ ասում։ Այսինքն մոտավորապես 700-ից 750 հազար տղամարդ բնակչությունից 600 հազարին տարավ պատերազմ։ Ու 600 հազարին էլ բոլորին գցում են առաջնագից այն ամենաթեժ գծել մսացու 350 հազար զոհ ենք ունեցել մենք։ Դա կատարեց Ռուսաստանը։ Նույն այն բանը, ինչ որ մենք հիմա հերվիս նայում ենք, ինչ անում բուրյատ ազգին, յակուտներին, դաղստանցիներին։ Այսինքն տներից գալը վեգալում տանում լցմա ծովը։ Բայց մեր ընտրություններին մասնակցող տեխնատուները հիմա դե ասեմ ինչ կապ ունեն մեծ ես այդ նկարագրությունը տալիս եմ թե ռուս ժողովուրդը, ռուս պետությունը, ժողովրդի հետ գործ ունենք։ Ռուսական պետությունը, կայսրությունը ինչեր արել մեզ, ու այսօր ես չեմ տեսնում դրանց կողմից ինչ-որ մի քննադատական լուրջ մեղադրանք Ռուսաստանի հասցեին։ Այո, պրոտոկոլային, բան չի մեկ դավաճանեց, ու всё, անցնում են այդան։ Այսինքն չեն կարող լրիվ չորին կապեն, չնայած այդ ցուցակի մեջից եղած կան առաջամարտիկներ, ռուսական կայսրության գործակալների ցանկում չէ, որ հստակ ասում են,
Հիմա արդեն պարզ, առաջամարտիկ են։ Առանց Ռուսաստանի մենք չենք կարող։ Մի քանիս ասում են, այն մնացածը պրոտոկոլային ձևով արձանագրում են ու գնում են առաջ։ Պարոն Սարոխանյան, ներեցեք ես ձեզ ընդհատեմ։ Ձեզ կմեղադրեն կամ ձեզ այսպես որպես հակառակ կողմ ներկայացնեմ երկրորդ տեսակետը։ Կասեն, որ դուք այսպիսով քարոզում եք Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Չէ, Նիկոլ Փաշինյանն էլ այդ ցուցակի։ Բացատրեմ ինչու։ Որովհետև եթե բոլորը նույն բոլորի թելերը գնում են Կրեմլ, Ռուսաստան, ապա փոփոխության կարիք գոյություն չունի, երրորդ ուժ այդքանի մեջ չկա եւ ժողովուրդ անիմաստ է ինչ որ մեկին այլ մեկին ընտրել, նա ունենք Նիկոլ Փաշինյան, գնացեք ընտրեք Նիկոլ Փաշինյան, միևնույն է ոչինչ չի փոխվելու, որովհետև այդ ցուցակի յուրաքանչյուր ներկայացված քաղաքական անձ, դեռ ուժել չեմ ասում, որտեղ այնտեղ անձեր են, նրանք նույն գործողություններն են անելու։ Մենք գիտենք Նիկոլ Փաշինյանին, իր լավով, իր վատով, գնացեք ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Այսօր դուք ուզում եք ասեք, որ ես այսօր քարոզում եմ Նիկոլ Փաշինյան, այսինքն այդ իրանք են ստեղծել Նիկոլ Փաշինյանը եւ մնացածները, այս անելանության վիճակը։ Իրանք են բերել ռուսական գործակալական ցանցնա սուտ կեղծ հակամարտություններ ստեղծելով սև եւ սպիտակ, բայց իրականում ոչ մեկին չդատեց դրա համար։ Սուտ կեղծ եկեղեցի Նիկոլ Փաշինյան հակամարտություն, սուտ կեղծ, բայց արանքում ոչ մի բան չկա։ Այդ իրանք են ստեղծել, դուք ստեղծել եք մեղավորը ես, Դուք բոլորդ ստեղծել եք դա, մեղավորը ես եմ, որ այդ փաստը արձանագրում եմ, Նիկոլ Փաշինյանի թելերն են կրեմել հետում։ Սա իրանք պայմանավորված հակամարտություններ են անում։ Արա ոնց կարելի է ես հեղափոխություն անեմ։ Դուք պատկերացնում եք ես հեղափոխություն անեմ եւ հեղափոխության արարքան ում համար կամ ում դեմ կոնկրետ անձի, որ ես անեմ այդ հեղափոխությունը, ինքը ազատ մանգա հələ մի հատ էլ ազգային ժողով առաջ։ Որն է ցուցիչը քաղաքական ուժի կամ անձի քաղաքական գործողի, որ դուք ասեք, որ դուք այդ նույն մեղադրանքը չուղեք նրան, համարեք, որ նա ազատ է, նա իսկապես։ Ես տասնյակ անգամ առաջարկել եմ եւ ասել եմ, տասնյակ անգամ, ընդամենը մի բառ, քաղաքական ուժը, որը ընդունում է, որ Հայաստանի թիվ 1 թշնամին եւ այս ամբողջ քաղաքական process-ները ինչ կատարվել են թույլիկ Հայաստանի դեմ, մենք գոնե ասենք, գոնե լինեինք Ուկրաինայի նման, որ հակամարտեինք։ Թիվ 1 թշնամին Ռուսաստանն է, ես այդ ուժի հետ կգնամ ընտրության։ Ես ինքս կգնամ, կասեմ ինձ գրեք այն ամենը վերջինը, ուզում եք առաջինը գրեք, ինչ ուզում եք արեք։ Միասին եկեք, կա տես մի հատ ուժ։ Լավ չեմ ասում նշի թիվ 1-ը, այդքան դուխները չի ներում։ Որ Թուրքիայի հետ հավասար նշի նաև Ռուսաստանին թշնամի Հայաստանին։ Գնամ առօրդվանից իրիկուն իրար հետ շարունակենք պայքարը։ Բայց քննադատողներ շատ կան, ճիշտ է Ռուսաստան։ Ես նորից եմ ասում, դա ընդամենը պրոտոկոլային ձևով անում են ու ասում են առաջ։ Եթե դուք քննադատում եք, ասենք քննադատում պրոտոկոլային ձևով ասում եք, գնում եք առաջ, բայց իրականում չեք միավորվում, դա էլ է ձև։ Այսինքն մարդկանց թողել պառակտված, այ հենց իրանք Նիկոլ Փաշինյանին առաջ են բրտում։ Որ մեկը, ասենք, մեկին ձայն տա, Ռուսաստանին քննադատող, այսպես ասած, այ մեկը մյուսին, մարդը 10 հատ ձեն հավաքեն, Նիկոլ Փաշինյանն էլ 1000 ձենով անցնի։ Այ իրանք են պառակտողը ես չեմ, կար մի կլոր սեղան, այմդ գնացի, հրավիրեցին, հելա գնացի, ինձ ասեցին, որ անգամ կուզեին իմ կարծիք ընտրությունների մասին լսեին, նոր տարուց առաջ էր, ասին նոր տարուց հետո փետրվարի կեսերին էլի կհավաքվենք, այդպես էլ չհավաքվան, կամ ինձ տեղյակ չպայեցին, ես տեղյակ չեմ։ Ինչ կապ ունի մեր թեմայի։ Ասեմ ձեզ, հենց այդ թեման, որ ընդել են քննարկում, գալիք ընտրություններին ինչ պետք է արվի։ Եվ շատ մեծամասնությունների կողմից ոչ մեկից ես չլսեցի Ռուսաստանի թշնամ լինելու բանը, ով ելույթ ունեցավ։ Մի երիտասարդ կար ելույթ ունեցավ, հարց տվեցի, ասի Ռուսաստանի պարագայում, ասես դա փակ դռների քննարկման հարց է, յա։ Երկրորդ Նիկոլ Փաշինյան, երկրորդ Ռոբերտ, երկրորդ Սերժ, սա փակ դռների, փակ դուռը կա, ուրեմն KGB-ն մեջն է։
Որ ցանկացած ժողովրդական մանավանդ որը ընտրությունների հետ է կապված, այսինքն հարցադրումը։ Այլ բանա փակ դռների հետևում, ասենք ԱԱՑ-ում իշում այդ փակ դռներում, թե ինչ օպերացիա են անելու, որ այս ապրանքը տեղ հասնի կամ այս ինչ ապրանքը տեղ չա, դա փակ դռը, հա։ Բայց մենք խոսում ենք քաղաքական պրոցեսների մասին, որով պետք է հանդես գանք։ Եթե կանչել եք այդ բան փակ դռների հետևում մենք խոսան։ Այսինքն որ հարցը վերաբերվում է Ռուսաստանի մեկից չլսեցին։ Կարող է սահուն 1-2 բառ Ռուսաստանին ասով ու գնաց։ Պրոստը նշելու համար։ Մինչև ես նորից եմ հայտարարում, արդեն հանդուգն հայտարարություն եմ անում, արդեն ոչ թե սպասում եմ, որ մարդիկ հավաքվեն և որոշեն ինչ անել, ես հստակ ասում եմ, միացեք Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության ծրագրին, մեզ հետ միասին ու մեկ նորից եմ ասում, հավակնություններ չունենք ցուցակի մեջի տեղերի վերաբերյալ։ Մենք հավակնություն ունենք ծրագրերի։ Կլի է ծրագիրը։ Մնացած հարցերում գուցե գտնենք ընդհանուր եզրեր, գուցե ասենք մեկը մի բան ընդունի, մեկը չընդունի մյուսը, բայց Ռուսաստանի, Հայաստանի նկատմամբ թշնամի լինելու հանգամանքը պարտադիր ծրագրում նշվում։ Շնորհակալ եմ, պարոն Սարոխանյան։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Գագիկ Սարոխանյանն էր մեր զրուցակիցը, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։